Տեսեք ինչ տեղի ունեցավ Գյումրու ընտրություններից անմիջապես հետո։ Ընդդիմադիր ու չագերտավոր ընդդիմադիր դիրքավորում ունեցող շատ լրատվամիջոցներ կամ բլոգերներ կամ ստատուսչիներ մոտավորապես մի շաբաթ ու կես, 2 շաբաթ կոնկրետ ընկել էին Մարտուն Գրիգորյանի հետևից։ Ու պրիտոմ արյուն եւ այլն այդ հողումները կոնկրետ ընկել էին ու կոպիտ ասած այն քայլը, որը պիտի աներ Մարտուն Գրիգորյանը, անընդհատ աղը վերցրած այդ վերքի վրա լցնում է։ Այո։ Հետո Մարտունը արեց քաղաքական ես կարծում եմ, որ շատ քաղաքական քայլ։ Դրանից հետո ամեն ինչը վերջանում է, բոլորը մոռանում են որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է ու Գյումրիի ընդդիմադիր ատորը քաղաքապետի դա մի կուսակցության ատոր չի։ Այո, դա բոլոր ընդդիմադիրների, այսինքն դա բոլոր ընդդիմադիրների որոշման արդյունքն է եւ ըստ այդմ դա 4 ֆրակցիաների որոշումն է, որ այդ ատորը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ ատոր պիտի չլինի։ Հիմա չկա կոալիցիա, չկա ստորագրած հուշագիր, փաստացի մյուս 3 ֆրակցիաները քաղաքի կառավարման հետ կապ չունեն։ Փաստա դա։ Բայց մեր որոշումը ինչ է եղել, որ տվյալ պահին անենք քաղաքական որոշում, որպեսզի քաղաքը պահենք ընդդիմադիր։ Հիմա այն ժամանակ, երբ որ մի 10-15 օր դուք հարձակվել էիք հարգելի, ինչու՞ չէ, նաև ընդդիմադիր ընկերներ, որոնց ես շատ հաճախ տեսել եմ ու շփվում եմ իրենց հետ։ Հիմա երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները սադրում են Մարտունին, ես չեմ տեսնում, որ դուք նույն ջանասիրությամբ աջակցեք օրինակ Մարտունին, որը իր օրինակ ճեպազրույցի ընթացքում ազգային ժողովում երբ որ տվեց, ասեց, պարզ էս մարդիկ երազանքն է իրենց, որ իրանք վենդետաներ ինչ որ տեսնեն, որ մարդիկ ելնում իրար են խփում, որ իրանք է հետո դրա քաղաքական մասը միանգամից կողքի դնեն, վերձիկտը տան, դե որ վենդետա էր։ Հիմա պարզ է հերատեսությունը տվյալ անձնավորության այնքան է, որ եթե ինքը մի անգամ քաղաքական իր որոշումը կայացրել է, ինքը շարունակում է մնալ շատ պինդ ու շատ ձիգ։ Նենց ոնց որ մնացած բոլոր 3 ֆրակցիաներ, կամ 2 ֆրակցիաներ։ Իմ հորդորն է, եղեք ի տարբերություն Նիկոլի հարգելի ընդդիմություն, հարգելի ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ, բլոգերներ, լրատվամիջոցներ, մարդիկ, որոնք իրենց համարում են ընդհանուր գաղափարի կրողներ։ Եթե ինչ որ մի ժամանակ սեփական մղումով կամ գուցե ինչ որ մեկի հրահանգը կատարելով դուք անում եք մի բան, որպիսի ապահովեք ընդդիմադիր քաղաք ունենալու ձեր բանը քաղաքացիական իրավունքը, հիմա երբ որ սկսել են հարձակվել էլի նույն մարդու կամ մարդկանց վրա, դուք հակառակն էլ պիտի անեք։ Իսկ դուք հակառակը դու շատ բան ես ուզում։ Կներես, ես սա պիտի անպայման ասեմ, որովհետև նայ, մենք այսօր տես լուր ենք, չէ՞, լուր ենք, անկեղծ լուր ենք, որովհետև սպասում ենք, տեսնենք ինչ է լինելու։ Ինչ որ պրոցեսների մեջ ենք անընդհատ իրար հետ խոսում ենք, բայց այդ խոսակցությունները չենք անում, չէ՞, առաջի պլան։ Ըստ այդմ, եթե այդ քաղաքը 4 ֆրակցիա կարողացել է պահել ընդդիմադիր ամենասկզբից, մենք հիմա էլ ամեն ինչ անում ենք, որ դա պահենք ընդդիմադիր։ Տարբեր տեսակի մարդիկ են մեզ զանգահարում, տարբեր տեսակի մարդիկ փորձում են այս պղտոր ջրերի մեջ ձուկ որսալ, ինչ որ իրենց անհասկանալի օգնությունները առաջարկելու բան, մեր դիրքորոշումը հետևյալն է։ Փաստ է, որ հիմա խնդիր ունի ընդդիմադիր կոմունիստական կուսակցությունը։ Մնացած 3 խմբակցությունները իր 11 ավագանիներով խնդիր չունեն։ Այսօրվա օրով արդեն փաստացի կալանավորված է քաղաքապետը, որի գործունեությունը կասեցված է, կալանավորված է եւս մեկ ավագանի։ Փոխքաղաքապետը կալանավորված չի, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, բայց հիմա դրա մասին էլ կխոսենք։ Մենք լուր ունենք, որ եւս մեկ ավագանի շատ հնարավոր է մոտ ժամանակներում կալանավորվի։ Ըստ այդմ ստացվում է, որ արդեն 3 մանդատ ընդդիմությունից պակասում է, 19 մանդատ ուներ, հիմա 16 մանդատ է, եթե երրորդին էլ կալանավորում են։ Որքանով ես գիտեմ, 3 հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է նաև
փոխքաղաքապետի հարցը, Ավետիս Առաքելյանի հարցը։ Իսկ եթե քննվում է, մենք նշանակում գիտենք, որ որ պետք է դրա բռնի, վերձիկները ինչ է լինելու։ Ըստ այդմ, տեսեք, այն ժամանակ անընդհատ նույնիսկ այդ 12 ժամը երբ որ չէր անցել, ես ին վրա եմ այդ օրինակը բերում, հա։ Գիշերը մարդիկ չէին քնում։ Այդ իմ ասած տարբեր բլոգերներ, ստատուսչիներ, ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներ եւ բաներ։ Գիշերը չէին քնե։ Այ գիտես ինչ ստատուսներ էին իմ մասին գրել։ Գիտես ինչ հարցադրումներ էին ինձ անում ու ինչ հազար անգամ ներողություն պրեդիավաներ էին անում տարբեր մարդկանց հետ կապելով, երբ որ ես առավոտյան արթնացել եմ, ասում եմ, լավ, դաշ մարդիկ կան, որոնք իմ մասին գրել են բաներ, որոնք ինչ ճանաչում են, հասկանում ես։ Լավ, ես արել եմ իմ քայլը, անցել եմ առաջ։ Հիմա էլի եմ ասում, Ժորժ ջան, այն ժամանակ ձեզ հետաքրքիր էր ինչ է անելու Մխիթարյան Ռուբոն, ինչ է անելու Մարտուն Գրիգորյանը ու ինչ է անելու Կարեն Սիմոնյանը, իսկ հիմա ձեզ հետաքրքիր չի ինչ է անելու կոմունիստական կուսակցությունը։ Այսինքն ես չեմ տեսնում այդ ջանասիրությամբ բան անելը, հա, անկախ նրանից, որ մենք անընդհատ շփման մեջ ենք, անընդհատ խոսում ենք, անընդհատ քննարկում ենք, բայց ես այդ հակառակը չեմ տեսնում, հարգելի ընդդիմություն, ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Դուք որ անընդհատ օրինակը բերում եք ընտրությունների Գյումրիի մասին, այն ինչի մասին դուք խոսում եք, երբեմն շատ բանը ռոմանտիկ հայացքով։ Մենք գետնի վրա պրակտիկ դաշտում դա իրականացրել ենք, որը այսօր փաստացի փորձում են մեր ձեռքից խլել։ Ամուր ենք, պինդ ենք, հասկանում ենք ինչ պետք է անենք, հասկանում ենք ինչ են ուզում անել, բայց ձեր կողմից դա չենք, այդ հետաքրքրությունը չենք տեսնում։ Այսինքն ձեզ մենակ հետաքրքիր էր ինչ էին անելու են իրեք ֆրակցիաները, իսկ հիմա ձեզ հետաքրքիր չի ինչ է անելու ամենա փաստացի քաղաքը կառավարող ֆրակցիան, իսկ գործողությունների պլանը ենթադրվում է, որ հետևյալը պիտի լինի։ Ես մեծ հույս ունեմ ու վստահ եմ, որ կոմունիստական կուսակցության ֆրակցիան դա հասկանում է, մանդատները ոնց է հիմա հավասարակշռությունը։ Հավասարակշռությունը հիմա այս պայի դրությամբ փաստերով խոսենք, կալանավորված է քաղաքապետը ու եւս մեկ ավագանի, այս պայի դրությամբ 17-14 է հարաբերակցությունը։ Օգուտ մեզ։ Օգուտ մեզ։ Դե այտենց հարցնեմ էլի։ Բայց 17-ը դա քվորումի շեմն է։ Դե մի հոգու է բռնին քվորում։ Հիմա եթե մի հոգու բռնում են, արդեն քվորումի խնդիր է լինելու, բայց հիմա փաստացի եւս մի ավագանի հարվածի տակ է։ Հարվածի տակ է։ Ու հիմա դրամաբանությունը հուշում է, որ հետեւյալը պետք է լինի նվազագույն առաջի գործողություն։ Այն մարտիկ, ովքեր խոցելի են, իրենք պիտի մանդատից հրաժարվեն։ Դնեն հետևից կա, չէ՞։ Հիմա կներես, հա։ Հիմա այդ խոսքը չի վերաբերվում, օրինակ, չգիտեմ, 3 հոգու մանդատը դնելու։ Դա կոմունիստական կուսակցությունը պետք է որոշի, ինչքան մանդատ է դնում հետևից գալիս է, որpիսի նվազագույնը ապահովի ներընդդիմադիր քվորումի մեծամասնությունը, հա, կամ այն շեմը, որով մենք խնդիր չունենանք։ Ու դա պետք է տեղի ունենա, որովհետև եթե ինչ որ մի բան է տեղի է ունենում նաև փոխքաղաքապետի հետ, որը փաստացի հիմա զբաղեցնում է քաղաքապետի լիազորություններն է, հա, ինքը կատարում։ Դա ստացվում է եւս մեկ, որտեղ ավագանի է ինքը նաև, հա, եւս մեկ մանդատի հարց։ Ես մեծ հույս ունեմ, որ կոմունիստական կուսակցությունը խոհեմ է եւ խոհեմաբար են առաջնորդվելու, որովհետեւ այն ինչ կախված է 3 ֆրակցիաների հետ, ամուր են այդ 11 հոգի մարդիկ, պինդ են, հիմա խնդիրները կոպիտ ասած կոմունիստական կուսակցության մոտ է։ Կոմունիստական կուսակցությունը պետք է շատ ճիշտ ու հաշվենկատ առաջնորդվի, որպիսի քաղաքը մնա ոչ նիկոլական։ Ոչ նիկոլական։ Հիմա իհարկե անձնական խոսակցությունների արդյունքում ու շփումների արդյունքում ես գիտեմ, որ որոշակի process կա, բայց նաև ունեմ ինֆորմացիա, որ դեռևս բանը ընտրական հանձնաժողով ոչ մի դիմում չկա ներկայացված, մեծ հույս ունեմ, որ մոտ եկող շաբաթվա ընթացքում մենք բոլորս կունենանք բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ
համատեղ ուժերով ոնց քաղաքը կար ոչ նիկոլական, այդպես է ոչ նիկոլական։ Ես ճիշտ եմ հասկանում, ուղղակի որ մենք ճիշտ ենք, ինձ թվում է մարդիկ էլ ուզում են ավելի պատկերավոր հասկանան, այսինքն հիմա ենթադրենք արդեն ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանի այս գործը տևելու է ամիսներ առնվազն, հույս ունենանք, որ ամիսներ ոչ թե ավել, ու բնականաբար նաև այն մյուս մարդկանց ում հանդեպ այդ գործողությունները անելու են, իրանք չունեն որևէ տենց որ խոչընդոտներ, արդարադատություն իրենց համար խոչընդոտ չի։ Հիմա իրանք ինչ պիտի, այսինքն այդ ջենտլմենական պայմանավորվածության տրամաբանություն ունենա, որ իրանք իրանց մեջից նոր մարդու պետք է առաջադրեն ու դուք իրան ընտրեք։ Նայ, տրամաբանությունը հետեւյալն է։ Նախ հենց դրան եկեք չհասնենք։ Այդ քո մի ասածը հասկացա, այսինքն ապահովել։ Հիմա եթե Ավետիս Սահակյանի հետ խնդիր չի լինում, ինքը մնում է։ Ի պաշտոն է, այդ մարդը շարունակում է կատարել քաղաքապետի լիազորությունները, պարտականությունները։ Ինքնա հարվածի տակ նաև ոնց հասկանում։ Հիմա ինքն էլ է հարվածի տակ, այսինքն մենք ունենք սցենարով էլի գնանք, մարդիկ սովորեն 6 սցենարներ։ Հիմա 6 սցենարը հետեւյալն է, եթե որովհետեւ միշտ 6 սցենարներն են։ Արդեն սովորել ենք։ Հիմա եթե լինում է ամենավատ սցենարը, այսինքն իրենք փորձում են Ավետիս Սահակյանին չեզոքացնել, այստեղ արդեն 4 ֆրակցիաների ղեկավարները, ես չգիտեմ այդ պահին ով է լինելու, արդեն կոմունիստական կուսակցության ֆրակցիայի ղեկավարը, մենք պիտի հավաքվենք ու պիտի կայացնենք նոր որոշում։ Ում եք ընտրում այդ ավականները։ Այո, պիտի կայացնենք բանը նոր որոշում։ Ու այդ պահի դրությամբ այդ որոշումը պիտի բխի ներընդդիմադիր շահերից։ Այս հատուկ եմ շեշտում։ Դա պիտի բխի ներընդդիմադիր շահերից։ Արագացում չտանք, հա, process-ներին, քայլ-քայլ գնանք, նախ կոմունիստական կուսակցությունը վստահ եմ, որ գիտակցում է, որ պիտի գնա առաջին քայլով ապահովի ընդդիմության մեծամասնության քվորում, որպեսզի մենք խնդիր չունենանք։ Հետո ամեն հաջորդ անգամ նոր ի հայտ եկած խնդիրների համար գոյություն ունեն լուծումներ, որոնց մասին մենք արդեն տարբեր ձևերով քննարկումներ ունեցել ենք։ Հիմա ամեն ինչը պետք չի բացել, ամեն ինչը պետք չի բացահայտել, բայց ասածս հետեւյալն է, որ մենք մեր առումով ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղաքը պահենք ստերիլ։ Այս շատ լավ բան է, ձևակերպումը։ Այո, ստերիլ պահենք, իսկ մնացածը արդեն գնդակը, այսպես ասած, կոմունիստական կուսակցության ֆրակցիայի դաշտում։ Մի հատ